Հայեր ջան, բարը ձեզ։ Ես մի փոքրիկ հատված ընթերցեմ, բառացի ընթերցեմ։ Հարկ եմ համարում ընդգծել, որ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը Հայաստանին ուղղված տարածքային պահանջ չէ։ Հայաստանը պետք է զերծ մնա այդ ցանկությունը նման լույսի ներքո ներկայացնելու փորձերից։ Այս խնդիրը Ադրբեջանի օրակարգում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ վերադարձը իրականություն չի դարձել։ Իհարկե, իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նաև անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն։ Սա ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, եւ սա ուղղակի մեջբերում է առանց որևէ հապավումների ուղղակի մեջբերում Ալիևի խոսքից։ Շարունակելով այս թեման, ինչ է ասում Հիկմետ Հաջիևը, որ խոսք է գնում 300,000 կրկին մեջբերում եմ անում 300,000 էթնիկ ադրբեջանցիների մասին, որոնք լքել են ժամանակին Հայաստանի Հանրապետությունը։ Հայեր ջան, դուք լսել եք Հայաստանի իշխանության կողմից այս կապակցությամբ որևէ պատասխան։ Ես անձամբ չեմ լսել։ Երբ մենք դուրս են գալիս քարոզարշավի, եղավ 1 թե 2 դեպք, երբ շատ տարիքով անձինք, տատիկներ եւ պապիկներ մեզ ասում են, որ ինչ ադրբեջանցիներ են, թող գան, մեզ հետ բնակվեն, եղել է դեպք նախկինում, երբ մենք իրենց հետ հաշտ համերաշ բնակվել ենք մինչև Արցախյան շարժումը։ Ու գիտեք մենք ինչ ենք պատասխանում այդ տատիկներին ու պապիկներին։ Դուք մտածում եք, տատիկներ ջան, պապիկներ ջան, որ ձեր կողքին գալու են բնակվեն գիտնական ադրբեջանցիներ, կրթված ադրբեջանցիներ, ուսանող ադրբեջանցիներ, մայր ու մանուկ ադրբեջանցիներ, ընտանիքներ, ամենևին ոչ։ Հայաստանի Հանրապետությունը վերադառնալու այն ադրբեջանցիները, օրինակ, Սիրիայից Ադրբեջան եկած վարձկանները, ահաբեկիչները, այլ պետություններից Ադրբեջան ժամանած եւ 44-օրյա պատերազմում մեր դեմ պատերազմած, մեր զավակներին սպանած անձինք, որոնք 44-օրյա պատերազմից հետո չեն կարողացել լքել Ադրբեջանը։ Եվ այդ անձանցից օր առաջ Ադրբեջանը ցանկանում է ազատվել եւ ադրբեջանցիների անվան տակ նրանց բնակեցնել Հայաստանի Հանրապետությունում։ Պատրաստ եք դուք բնակվել այդ անձանց հետ կողք կողքի։ Կարծում եմ, որ պատասխանը մակերեսին է։ Եվ Աստված մի արասցե, եթե բնակվելով նրանց կողքին, դուք տրորեք նրանց ոտքը, խիստ պատահաբար, Աստված մի արասցե։ Ես նոր ցիտեցի Ալիևի խոսքը, որտեղ նա խոսում էր այդ անձանց անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին։ Հասկանում եք, չէ՞, օրինակ պատահաբար մի այդպիսի ահաբեկիչի ոտք տրորելը ինչ կարող է արժենալ Հայաստանի Հանրապետության վրա եւ անձամբ ձեզ վրա։ Կարծում եմ պատասխանը կրկին մակերեսին է։ Հետևաբար այս ամենին դիմագրավելու, այս ամենը թույլ չտալու մենք մի ճանապարհ ունենք։ Այդ ճանապարհը հունիսի 7-ին ճիշտ ընտրություն կատարելն է։ Այդ ընտրությունը պարզապես ընտրություն չէ։ Դա էգզիստենցիալ ընտրություն է, ճակատագրական ընտրություն է, որովհետև կամ մենք ենք գնալու ընտրության, կամ ադրբեջանցին է գնալու ընտրության։ Հետևաբար գնում ենք ընտրատեղամաս հունիսի 7-ին եւ ընտրում ենք համար 3-ին, որպեսզի ունենանք ուժեղ Հայաստան։